3+3 ձևաչափի մասին քննարկումները նորից ակտիվացել են։ Ադրբեջանն առաջարկում է հաջորդ հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ, որից հետո էստաֆետը փոխանցել Հայաստանին։ Սակայն եթե հակիրճ ինչ է հայտնի այս ձևաչափի մասին։ 2020-ի Արցախյան պատերազմից հետո, երբ խոսք գնաց այս ձևաչափի մասին, ընդամենը 3 հանդիպում է եղել՝ Մոսկվայում, Թեհրանում եւ Ստամբուլում, իսկ ահա վրացական կողմը ընդհանրապես հրաժարվում է միանալ այս ձևաչափին։ Հետևաբար հարթակի արդյունավետությունից խոսելը բարդ է, չկան հստակ մշակված մեխանիզմներ։ Միակ երկիրը, որը մշտապես հանդես է եկել այս ձևաչափի օգտին, Իրան է, դուրս չմնալու ընթացիկ զարգացումներից, իսկ ահա մյուս դերակատարները, այդ թվում Մոսկվան, այս կամ այն փուլում ապավինել են տարբեր ձևաչափերի։ Այս միտումը նաև վերաբերում է Հայաստանին, Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք տևական ժամանակ է ուղիղ են բանակցում։ Սա նաև հնարավորություն է տալիս նրանց խուսափելու երրորդ երկրների միջնորդությունից։ 3+3-ի համատեքստում մյուս կարևոր հանգամանքը Հարավային Կովկասի ռազմավարական նշանակության բարձրացումն է, ինչը իրական հնարավորություններ է տալիս եվրոպական եւ հատկապես ամերիկյան կողմի տնտեսական ներկայության համար։ TRIP նախագիծն արդեն իրականություն է, որի հետ հաշվի են նստում շատ երկրներ, այդ թվում 3+3-ի բոլոր անդամները։ Հետևաբար ԱՄՆ-ն արդեն տարածաշրջանում է, ինչը մարտահրավեր է 3+3-ի գաղափարին, որը ի սկզբանե նպատակ է հետապնդել զսպել արտատարածաշրջանային որևէ ուժի ներկայություն Հարավային Կովկասում։ Հետևեք Civilnet-ին եւ կիմանաք ավելին։